Ես չեմ թաքցրել, որ ծնվել եմ Փառք Աստծո նորմալ ընտանիքում, չասեմ հարուստ, ապահովված, միջին նորմալ ընտանիքում եւ իմ կյանքում Փառք Աստծո մենք տենց խնդիր չենք ունեցել, որ չգիտեմ, ինչ որ բաներ լինի, բայց երբ որ ներկայացնում են հարուստ մարդ, ինչ են արել այս իշխանությունները, եկեք այս մասը էլի ուրիշ կոնտեքստում ասել։ Իրանք ասում են ժողովուրդ, դուք վատ եք ապրում, որտեվ կան հարուստներ։ Թալանչիներ։ Ընդ որում հարուստ եւ թալանչի իրենք հավասարեցրել են։ Բայց իրանց դեպքում, երբ որ իրանք գնում են տներ, բնակարաններ, ավտոմեքենաներ, հանգստանում են աշխարհի լավագույն ծովափներում, իրանց դեպքում դա կարելի է, իրանց դեպքում դա նորմալ է, իրանց դեպքում հիպոթեկով տուն գնելը նորմալ է, իրանց դեպքում լավ մեքենա վարելը նորմալ է, լավ ապրելը նորմալ է, բայց հենց ինչ որ մի ուրիշ մարդ է դառնում, ուրեմն ինքը թալանչի հարուստ է։ Այսինքն թալանչին եւ հարուստը իրենք հավասարեցրել են։ Ես առիթ եղել է ասել եմ, որ հարստությունը, եթե դու ձեռք ես բերել քո արդար քրտինքով, վատ բան չի։ Ես շատ կուզեմ, որ մեր քաղաքացիները Հայաստանի Հանրապետության ապրող յուրաքանչյուր քաղաքացի ապրի շատ լավ։ Իրականում ապրի շատ լավ, չունենանք աղքատներ, չունենանք հացի խնդիր ունեցող մարդիկ, ընտանիքներ, ուսման հետ կապված վճարումներ չկարողացող անող ուսանողներ, բուժօգնություն գումարի համար չստացող քաղաքացիներ։ Ու ես հիմա, եթե նկատել եք, վերջին շրջանում շատ ակտիվ շրջում եմ թե մարզերում, թե Երևանում, շփվում եմ շատ մարդկանց հետ, ու ինձ երբ որ ասում են Պարոն Մանուկյան, իսկ դուք ինչ եք անելու, երբ որ գաք, ասում եմ շատ պարզ է ամեն ինչ, եթե կարճ խոսենք, պետք է մենք անենք ամեն ինչ, որ հայը ապրի լավ։ Լավ ասածը դա ամբողջական մի պրոդուկտ է, որտեղ մարդ պետք է ունենա անվտանգային երաշխիքներ, սոցիալական երաշխիքներ, ունենա լավ աշխատանք, նորմալ գումար վաստակի եւ կարողանա լավ ապրել։ Այդ քայլերը մենք պետք է անենք, իսկ այդ որ մեզ ուզում են ներկայացնեն, ինձ ուզում են ներկայացնեն, չգիտեմ, ինչ որ հարուստ կյանք բանից կտրված, կյանքից կտրված իրականություն, դա բան չկա։ Ես այս քաղաքում ծնվել եմ, այս քաղաքում ապրել եմ, այս քաղաքում ապրում եմ, մինչ օրս ամենօրյա ռեժիմով սովորական մարդու պես ապրում եմ, գնում եմ, շփվում եմ մարդկանց հետ, ընկերներիս հետ, նոր մարդկանց հետ եմ ծանոթանում, իսկ քաղաքական գործունեության ընթացքում ավելի շատ մարդկանց հետ եմ շփվում ու տարբեր մարդկանց հետ եմ շփվում, ես շատ լավ հասկանում եմ, թե մարդիկ ինչ են ուզում, մարդիկ ինչի կարիք ունեն, ու այդ ուղղությամբ ամեն ինչ անելու ենք, որ մարդկանց բոլոր հույսերը մենք կարողանանք իրականացնենք։